Ռուսաստանի Դաշնության համար կարևոր է Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը։ Մոսկվան պատրաստ է աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների ամբողջական կարգավորմանը, այդ թվում խաղաղության պայմանագրի կնքման, սահմանազատման եւ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերում։ Այս մասին նշված է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ, որը տարածվել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի Մոսկվա այցին ընդառաջ։ Գերատեսչությունը հավելել է Բաքուն կարևոր գործընկեր է Հարավային Կովկասում եւ Կասպյան տարածաշրջանում։ Երկու երկրների միջև հարաբերությունները շարունակաբար զարգանում են բարեկամության եւ բարիդրացիության ավանդույթների ոգով։ Ռուսաստանի ԱԳՆ-ն նշել է նաեւ, որ 3 գումարած 3 տարածաշրջանային համագործակցության հարթակը զգալի ներուժ ունի։ Այդ մեխանիզմը կոչված է նպաստելու տարածաշրջանային հարցերի եւ մարտահրավերների լուծմանը տարածաշրջանի երկրների եւ հարևանների ուժերով, առանց արտաքին միջամտության։ Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը Բայրամովի այցը դիտարկում է ռուս-ադրբեջանական վստահելի քաղաքական երկխոսության շարունակման եւ փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման համատեքստում։ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև ռազմական գործողությունները չեն դադարում։ ԱՄՆ-ն արդեն 5 օր է հարվածում է Իրանին, թիրախավորելով ափամերձ պաշտպանության օբյեկտները եւ հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի կայանքները։ Նպատակն է նվազեցնել Հորմուզի նեղուցում նավերին հարվածելու Իրանի կարողությունները։ Ըստ Իրանի առողջապահության նախարարության վերջին օրերին ամերիկյան հարվածների հետևանքով երկրում 35 մարդ է զոհվել, 300-ը վիրավորվել։ Միևնույն ժամանակ շարունակվում է Իրանի ծովային շրջափակումը։ Ըստ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության հարված է հասցվել լցանավի, որը փորձել է նավարկել դեպի իրանական նավահանգիստներից մեկը։ Իրանն էլ պատասխանել է թիրախավորելով Բահրեյնում, Քուվեյթում եւ Հորդանանում ամերիկյան օբյեկտները։ Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում եւս անօդաչուներով հարձակում է տեղի ունեցել։ ԱԹՍ-ներից մեկը խոցվել է ԱՄՆ հյուպատոսության մերձակայքում, եւս երկուսը քաղաքի ծայրամասում ամերիկյան ռազմաբազայի հարակից տարածքում։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Իրանի գործողություններն այժմ կենտրոնացած են տարածաշրջանում Միացյալ Նահանգների հարձակողական ռազմական ենթակառուցվածքների ոչնչացման վրա, որից հետո կսկսվի հաջորդ փուլը։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն էլ հայտարարել է, որ երկրի անվտանգությունը կախված է Հորմուզի նեղուցում Իրանի վերահսկողության պահպանումից։ Նրա խոսքով Իրանն ԱՄՆ-ի հետ կենսական եւ գոյաբանական պատերազմ է մղում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ շուտով Իրանը կպարտվի։ Միևնույն ժամանակ նա պնդել է, Թեհրանը շատ է ցանկանում հասնել կարգավորման։ Տեսնենք համաձայնության կհասնենք նրանց հետ, թե պարզապես նրանց վերջը կտանք, հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։ ԱՄՆ փոխնախագահն էլ նշել է, որ Վաշինգտոնը չի պատրաստվում ցամաքային զորքեր ուղարկել Իրան երկրում իշխանափոխության հասնելու համար։ Եթե Իրանի ժողովուրդը ցանկանա ընդվզել եւ փոխել իր կառավարությունը, դա նրանց գործն է, ընդգծել է Ջեյ Դի Վենսը։ Զուգահեռ տեղեկություններ են տարածվել, որ որոշ նավեր հրաժարվում են ԱՄՆ զինված ուժերի ուղեկցությամբ անցնել Հորմուզի նեղուցով անվտանգության նկատառումներից ելնելով։ Ռուսաստանը եւ Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել։ Մոսկվան Կիևին վերադարձրել է 501 մարմին, ստացել 31 մարմին։ Փոխանակումը տեղի է ունեցել Բելարուսի տարածքում։ Միևնույն ժամանակ փոխադարձ հարվածները շարունակվում են։ Ռուսական ուժերը հայտնել են գիշերը երկրի 18 տարածաշրջաններում, այդ թվում Մոսկվայի մարզում ուկրաինական 375 անօդաչու խոցելու մասին։ Բրյանսկի մարզում 2 մարդ է զոհվել, այդ թվում 15-ամյա աղջիկ։ Յարոսլավլի մարզում կա 1 զոհ, մի քանի վիրավոր։ Ռուսական ուժերն էլ Ուկրաինայի ուղղությամբ արձակել են 13 հրթիռ, 151 ԱԹՍ։ Կիևում 2 մարդ զոհվել է, կան վիրավորներ։ Թիրախավորվել են նաև Օդեսայում նավահանգստային ենթակառուցվածքները։ Ուկրաինական կողմն էլ հաղորդել է, որ Սև ծովում հարված է հասցրել ռուսական ստվերային նավատորմի 2 լցանավի։ Ռազմական գործողությունների ֆոնին Ուկրաինայի կառավարությունում վերադասավորումներ են։ Գերագույն ռադայի քվեարկության արդյունքում Ուկրաինայի վարչապետը ընտրվել Սերգեյ Կորեցկին, որը կփոխարինի Յուլիա Սվիրիդենկոյին։ Նախարարների մեծ մասը կպահպանեն պաշտոնները, սակայն պաշտպանության նախարար Միխայլո Ֆեդորովն ազատվել է աշխատանքից։ Ըստ տեղեկությունների նրան կարող է փոխարինել ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն։ Ֆեդորովի ազատման դեմ Ուկրաինայի մի շարք քաղաքներում ցույցեր են տեղի ունեցել։ Նա հայտարարությամբ է հանդես եկել հայտնելով Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու հետ տարաձայնությունների մասին։ Ֆեդորովի խոսքով վերջինս պատրաստ չէ խոսել խնդիրներից եւ Ռուսաստանին հաղթելու մասին մտածելու փոխարեն խարդավանքներ է հյուսում։
Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը Կիևում իր ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիհայի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության տարածումը շարունակում է լուրջ սպառնալիք մնալ, հատկապես հաշվի առնելով Սևծովում վերջին զարգացումները։ Մենք չենք ցանկանում, որ պատերազմը հասնի Սևծով, նշել է նա, հավելել. նավահանգիստների, լցանավերի, ձկնորսական նավերի թիրախավորումը եւ քաղաքացիական անձանց վտանգի ենթարկելն անընդունելի է։ Թուրքիայի արտգործնախարարի խոսքով հակամարտությանը վերջ դնելու նոր լուծումներ են որոնվում։ Նա նաև նշել է, որ պատերազմի ավարտից հետո Ուկրաինայի անվտանգության երաշխիքներն ընդգրկում են ցամաքային, ծովային եւ օդային բաղադրիչներ, եւ Թուրքիան համաձայնել է առաջնորդել ծովային բաղադրիչը։ Իր հերթին Սիբիհան հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է հրադադարի։ Նա հավելել է Կիևը որպես Ուկրաինայի եւ Ռուսաստանի նախագահների հնարավոր հանդիպման գլխավոր վայրերից է դիտարկում Թուրքիան։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է, որ Մոսկվան առայժմ չի տեսնում բանակցությունների արագ վերսկսման հեռանկարներ, սակայն պատրաստ է դրան։ Քիր Սթարմերը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը լքելուց առաջ ժամանել է Կիև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն հավաստիացնելու Լոնդոնի կողմից անսասան աջակցության մասին։ Իր պաշտոնավարման 2 տարվա ընթացքում Սթարմերը հատուկ ուշադրություն է նվիրել Ուկրաինային աջակցությանը։ Այցից առաջ նա հայտարարել է, որ Միացյալ Թագավորության աջակցությունը կշարունակվի ոչ միայն հանուն Ուկրաինայի եւ Եվրոպայի անվտանգության, այլև հանուն բրիտանացի ընտանիքների, որոնք զգացել են հակամարտության հետևանքները գնաճի տեսքով։ Ակնկալվում է, որ հուլիսի 20-ին Քիր Սթարմերի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում կփոխարինի լեյբորիստական կուսակցության նոր առաջնորդ Էնդի Բըրնհեմը։ Իսպանիայի հյուսիսային Արագոնի շրջանում անտառային հրդեհների պատճառով մի քանի գյուղից հարյուրավոր մարդիկ են տարհանվել։ Արվել է ավելի քան 4500 հեկտար տարածք։ Հրդեհաշիջման աշխատանքներին խանգարում են ուժգին քամիները։ Բացի այդ, օրերս Ալմերիայի նահանգում մոլեգնող հրդեհների պատճառով 13 մարդ է զոհվել, որոնցից 12-ը օտարերկրացիներ։ Թուրքիայի հարավ-արևելքում ևս անտառային հրդեհների պատճառով 1000-ից ավելի մարդ է տարհանվել։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։